Դու ոչ մեկից քեզ պակաս մեկը չես տեսնում, հա, լավ էլ տաղանդավոր ես, լավ էլ շնորհաշատ ես, լավ էլ կրթված ես, կրթություն ունես, բայց դու զգում ես, որ քո կյանքի մեջ մի հատ սահմանափակում կա, փլակը արված ինչ-որ մի բան։ Դու զգում ես, որ կարծես քո հաջողությունը մոտ է, ձեռքով բռնես, կարող ես բռնել, բայց միևնույն ժամանակ զգում ես, որ նա նորից հեռացավ քեզանից։ Չես կարողանում հասնել այդ օրհնությանը, չես կարողանում մտնել դրա մեջ, եւ ուզում ես հասկանալ, ընկերներ, բացատրեք ինձ, ի՞նչն է պատճառը, որ ես չեմ կարողանում լինել օրհնված, հա, որովհետեւ հնարավոր է, որ դու արգելքը փնտրում ես դրսից, բայց արգելքը գտնվում է ներսում։ Համաձայն եք, այո, միգուցե դեռ քո սիրտը չի վաստակել վստահություն Աստծո առաջ։ Գիտես, որը որ անապատից է դուրս գաս, դա նշանակում է, որ նա սկսեց վստահել քեզ դժվարություններ։ Ուրեմն վստահության խնդիր կա, քո եւ Աստծո միջեւ դրա համար քեզ պահում է անապատում, բայց ուզում եմ ավելին ասել, մարդիկ կան չկա տենց մարդ, որ չանցնի անապատով, բայց մարդիկ կան, որոնք շատ երկար են մնացել անապատում, ու հնարավոր է անապատում էլ վերջացնեն իրանց կյանքը։ Ինչու՞։ Եթե դու չսովորես վստահել Աստծուն։ Անապատից պետք է դասեր քաղել, այո, եթե փորձությունները քեզ չեն փոխում դեպի ավելի լավագույն որակների, դու կմնաս քո անապատում ընդմիշտ, եւ Աստված ստիպված կլինի բարձրացնել ուրիշ մեկին, որպեսզի կրկին փորձի։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն ուզում եմ իմանաս, որ եթե քո սրտում կա չներում, հպարտություն, ատելություն, սրանք մեծ խնդիրներ են, որ նա քեզ երկար ժամանակ թողի անապատում։